Պարոն վարչապետ, շնորհակալություն, որ եկել եք Վարշավա, կարծում եմ կարևոր է, եւ ես Պոլսկի հիմնադրամը ներկայացնել, որն օգնում է ներկայությանը կազմակերպելու Երևանյան դիալոգ ժողովը, որին այս տարի հույս ունենք բոլորս մասնակցել։ Ես երկու կարճ հարց ունեմ, մեկը հեշտ, երկրորդը միգուցե ոչ։ Առաջինը վերաբերում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչ ակնկալիքներ ունեք այս տարվա մայիսից, որը դուք հյուրընկալ եք, ավելի քան 40 առաջնորդներ Եվրոպայից կգան, եւ երկրորդը ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները։ Գիտեմ, որ դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, բայց եթե իրենք փոխզիջում չգտնեն եւ լինի ճգնաժամ տարածաշրջանում, ինչպես դա կազդի Հայաստանի կայունության եւ ընդհանրապես գործընթացի վրա։ Շնորհակալություն։ Ինչ խոսք մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում այս տարվա մայիսին հյուրընկալելու, դա մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այդ շատ կարևոր գագաթնաժողովը, եւ շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին նման հնարավորություն մեզ Հայաստանին ընձեռելու համար։ Դա շատ քաջ եւ խիզախ դրսևորում կլինի հարաբերությունների նոր փուլը կվկայակոչի Հայաստանի եւ Եվրոպական քաղաքական համայնքի միջեւ։ Ինչ խոսք դրանով նաեւ կճանաչվեն այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավար պետություն, ինչ վերաբերում է Իրանին եւ ԱՄՆ-ին։ Գիտեք, Հայաստանը փոքր համեստ պետություն է։ Եվ մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունների մասին։ Մենք իհարկե մտահոգված ենք եւ մեր ցանկությունն է, որ հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից եւ իհարկե այս շատ փոփոխական իրավիճակում, անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն եւ խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում եւ իհարկե ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է։ Եվ մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ ունենանք մեր ընդլայնված տարածաշրջանում։ Ակնհայտ է, գիտեք, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ մեզ մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի եւ իհարկե եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, ապա մենք կուզեինք, բայց ինչպես ասել եմ, մենք փոքր պետություն ենք եւ մենք կարող ենք ընդհանրապես խրախուսել եւ միանալ դիվանագիտության ձայներին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար